Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 9։ Հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը, որ տրվեցավ մեզ։ Հռովմայացիս 5-րդ գլուխ 5-րդ խոսք։ Աստված սիրում է հավատացյալներին որպես իր հավերժական ծրագրի մարմնացում։ Երբ մի հոգի հավատում է, այդ ժամանակ իրականանում և ի հայտ է գալիս Աստծո հավիտենական նպատակը և խորհուրդը նրա վերաբերյալ անմարդու, որին նա ընտրել էր Քրիստոսում աշխարհի հիմնադրումից առաջ և որի մասին նրա մտքերը վաղուց էին զբաղված։ Եվ ինչպես կարող է Աստված չսիրել այն արարածին, որին նա այդքան երկար կրել է իր հավիտենական նպատակի արգանդում։ Երկնքի և երկրի այս հրաշալի կառուցվածքը չէր ստեղծվի, եթե այն չլիներ մի բեմ, որի վրա ժամանակի ընթացքում պետք է իրականացվեր այն, ինչ Աստված վաղուց որոշել էր երկնքում քո և իր ընտրյալների փրկության վերաբերյալ։ Այսինքն ամբողջ արարչագործությունը ծառայում է որպես այն մեծ ծրագրի իրականացման վայր, որը Աստված նախապես նախատեսել էր իր ժողովրդի փրկության համար։ Եվ այն նույն չափով, որով Աստված աշխարհի ստեղծումից առաջ հաճույք և ուրախություն էր գտնում այս ծրագրերի մասին մտածելու մեջ, այժմ էլ նա անպատմելի սիրով և բարեհաճությամբ ուրախանում է այն հոգու համար, որը հավատում է։ Երբ Աստված իր խորհուրդն այսքան հեռու է հասցրել դեպի իր իրականացումը, անկասկած կգործադրի իր ամբողջ զորությունը, քանզի չի թողնի, որ իր փառքը ձախողվի, երբ նպատակն արդեն այդքան մոտ է իր ավարտին։ Այլ կերպ ասած, նա կավարտի այն ամբողջ ծրագիրը, որ նախատեսել էր հավատացյալի փրկության համար։ Տերը, ով ընտրել է իր սրբերին, ինչպես տեսնում ենք Զաքարիայի 3-րդ գլխում, որտեղ Քրիստոսը բարեխոսում է Հեսուի, նրանց ներկայացուցչի համար, կսաստի սատանային և նրանց բոլոր թշնամիներին։ Այս խոսքերը շեշտում են, որ Աստծո փրկագործական ծրագիրը պատահական կամ ժամանակավոր չէ, այն ծագում է նրա հավիտենական խորհրդից և նա հավատարմորեն կհասցնի այն մինչև վերջ, պաշտպանելով ու պահպանելով իր ժողովրդին։ Աստված սիրում է սրբերին, որպես իր որդու արյամբ գնվածներին։ Նրանք թանկ են արժեցել նրան, և այնինչ այդքան մեծ գնով է ձեռք բերվել, հեշտությամբ չի կորչի։ Նա, ով պատրաստ է իր որդու արյունը տալ նրանց գնելու համար, չի խնայի նաև իր զորությունը նրանց պահպանելու համար։ Աստված սիրում է սրբերին, որովհետև նրանք կրում են իր նմանությունը։ Քանզի Աստված սիրում է իր որդուն, ապա չի կարող չսիրել իր պատկերը, որն արտացոլվում է իր ժողովրդի մեջ։ Եվ ինչպես որ նա սիրում է իր որդուն նրանց մեջ, այնպես էլ հաստատելով նրանց, իրականում հաստատում է իր իսկ փառքն ու գործը նրանց մեջ։